Thank you so much. Բարի օր սիրելիներ։ Գնում եմ գործի տեղը տեսնեմ մակրոհիներն են։ Մակրոհիները հարցնում եք համ դրսում են մակրոմ, իրանց սարները տարբեր է, ովքեր որ դրսում են մակրոմ, իրենցը կանաչ է, վրայի կոստյումը նույնն է, բայց սարի գույնը տարբեր է։ Ինչևէ, այդպես նստել էին ու սուրճն էին խմում, շատ սիրուն նկարեր, նկարեցի, խոսքով գնում եմ հինի գործի մաջեսի մոտ գնամ իրա փաթեթը տամ, իրա փաթեթը ասելով բան էր եղել, այս են բաժակն է, որ երեք կոտրվել էր, մոռացանք առավոտ ջեսը հետը բերի, բայց ես երևի հետս կտանեմ իմ հատվածը, այս անամակ կգրեմ, որ մոտս է բերել եմ, հետո ես որ շուտ եմ տուն գալիս, ընդմիջման ժամին միասին ենք վերադառնում, ինքը ընդմիջում անում, հետո հետ է գնում, բենց շաղավոր կգանք, որ գրի չգիտեմ, հետ ենք ուղարկելու, ինչ ենք անելու, ամեն դեպքում նկարներն էլ նկարեցի, հիմա գնանք տուն, բայց շատ սիրուն էին նստել, եթե ֆոտոգրաֆի այդպես բան նկարների համար, նենց պատկերներ կարաս գտնես, որ ոչ միտեղ չես կարա ունենաս, ոնց որ ինչ-որ ֆիլմից լինի, կարելի է ասել, բայց դե, ունակ ես կինը սուրճ է տանում ընկերների համար, կամ սուրճը ինքը բաժանել, այդպես բաժանում է, գուցե խոհանոցից սուրճը տարել է բաժանում է, խոսքով հետաքրքիր է, էլի հետաքրքիր ազգային փոքր սենց բաներ են։ Մեր տան սուրճն է վերջացել, պատվիրել եմ, բայց դեռ չի եկել, 5 շաբթի է գալու, ուզում եմ տեսնեմ, սմարջը սուրճ է ոջանում, ուզում եմ տեսնեմ, ստեղ կարող է լինի անգամ հարցրեմ, որ նոր ենք եկել չունեին, ուզում եմ տես տաղ ստացած լինի, այսօր թե լույս չկա տարածքում, սինչը։ Հեսի, ինձ մի քանի ադերցն մինչև 5 շաբթի կգարնակ 2, 3, 4, 5, 10 ռուպի աշրանց որ մի հատ էլ կոկոս վերցնենք ես մարդոց, հետո Ալեքսի վեր գա, Ալեքսի հետ էլ կգամ։ Կոկոսս վերցվի կարամ երջանիկ գնամ տուն։ Հիմա ապահով փողոց անցնել, չինքնեմ ավտոյի տակ, խոսի։ Համար պատրաստելու եմ դդմիկով կոտլետ, ինձ հարկավոր բնականաբար դդմիկ, մի հատ կարտոֆիլ, մի հատ լոլիկ եմ օգտագործելու, կանաչ ունեմ սամիտ, սող, սխտոր, 3 ձուկ օգտագործեմ, հարկավոր է լինելու ալուր մի փոքր, ձիթայուղ, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ և բազիլիկ, ինձ թվում է այսքանը կիտրոնը ասեցի, կիտրոնը հաճելի թվաշություն է հաղորդում, այսքան անգերներ ջան, հիմա մաքրում եմ, կլիպում եմ ամեն ինչ, անցկացնեմ քերիչով։ Ջրի ձենն է։ Ֆիլտրի ձայնն է, ջուրը որ ֆիլտրում է, տենց անընդհատ ետն եմ ասում, դուք լսում եք էտ Խրթան կարտոֆիլայի դեպ, այստեղի կարտոֆիլը ինչքան որ գնել եմ, արդեն 2-3 անգամ կարտոֆիլ եմ գնել ու բոլորը սենց մի տեսակ
խնձորի նման խրթխրթան է։ Միրգ բանջարեղենը համեղ է այստեղ, չգիտեմ ինչի հետ է կապված, գուցե արևն է պատճառը, բայց իսկապես համեղ է։ Կրկրթան է, նույն գազարը, կարտոֆիլը, դդմիկն էլ կրկրթան էր, ջրալի կրկրթան, շատ համեղ է։ Բանջարեղենը չեմ կարող դժգոհել համից։ Իսկ մինչ կոտլետները դինում են, ես վայելում եմ իմ կոկոսը։ Հնդկաստանում ապրելու եմ լավագույն իմ համար բառը կոկոսի արկայությունն է, ու կոկոսը, եթե չեմ սխալվում, տարին 12 ամիս կա։ Դրա համար այստեղ արժգան կոկոսի համար միայն։ Այստեղ ավելացնում եմ նաև կես թեյի գտալ, մի քիչ շատ կես թեյի գտալից։ Այսպես։ Baking powder, փխեցուցիչ, նորից նատ լավ խառնեմ ու մի փոքր էլի շատ քիչ ավելացնելու եմ ալյուրը, որպեսզի ձեթ չօգտագործեմ թավայի մեջ ու այդպես ձեթով չտապակեմ, այլ ինքը լինի փանքեքի նման ու ավելի առողջարար լինի, չոր թավայի մեջ եմ պատրաստելու։ Ամեն դեպքում այդքան էլ լավ չի շատ տապակած բաներ ուտելը, գիտեք։ Դրա համար հիմա մի քիչ էլ կավելացնեմ ալյուր։ Ինձ թվում է սա բավական է։ Ու կարող ենք սկսել պատրաստելը։ Ու մի քիչ բարակ կանեմ, որպեսզի դդմիկը հասցնի եւ լի։ Ոչ չի։ Ինչպես միշտ հետևում եմ այս պսպջակներին։ Հենց որ շատ անհամ պսպջակները, ուրեմն արդեն պատրաստ է։ Սա կարելի է թթվասերով ուտել համեղ, մենք չունենք համեղ թթվասեր, բայց եթե դուք ունեք ձեր մոտի խանութներում համեղ, անուշ, մեր հայկական նախշուն թթվասերը, եվրոպացիները, հունական մածունը, այստեղ կա հունական մածուն, բայց բնականաբար համը մի փոքր ուրիշ է, ամեն դեպքում սիրելի բարեկամներ, կարող եք վայելել այդպես։ Միակ խնդիրը, որ սա բավականին երկար ժամանակ է տանում պատրաստելու համար եւ ես հիմա սա սենց կանջատեմ, կթողնեմ, գտնեմ Ալեքսին դիմավորեմ, որ չշանամ երեխա մոտից, կվերադառնամ ու կշարունակեմ։ Աղջիկներ ջան, ինձ նաև հարցնում եք, թե ինչի ես խոհանոցի համար ինչ-որ բաներ չեմ գնում, որ կյանքս մի քիչ հեշտացնեմ, նաև ինչու գոնե չեմ մի ավել գնում, որպեսզի չսպասեմ մինչև իրենք գան մաքրեն, ասել եմ, չէ, շաբաթը 2 անգամ, շաբաթվա մեջ 2 անգամ, այստեղ իրանք գալիս են, մաքրում են լոգարանը եւ հատակը, մնացած, ասենք, դասավորությունը բան, այդ ամեն ինչը ես եմ անում, իրանք մենակ հատակն են լվանում են, մաքրում են եւ լոգասենյակ, լոգարանն են մաքրում ամբողջությամբ։ Ես ճիշտն ասած դեմ չեմ, ես էլ մի հատ ավել մտադիր եմ ինչ-որ մի բան ունենամ, որպեսզի մաքրեմ, բայց իրականում այս բնակարանում մենք ժամանակավոր ենք, իրականում նորակառույց շենք են կառուցում դասախոսների համար, ուղղակի մենք պետք է մինչև մեր գալը այն արդեն կառուցված լիներ, բայց դե շինարարությունը, ինչպես բոլոր շինարարությունները, կարա մի քիչ ձգձգվի, դա էլ ձգձգվել է։ Հիմա արդեն շենքը ամբողջությամբ պատրաստ է, մենակ կահավորանքի հարցն են կահավորում։ Ես ինքս շենքը չեմ տեսել, բնակարանն էլ չեմ տեսել, չգիտեմ ներսում ինչպես է լինելու, ինչպես չի լինում, բայց ասում են շատ ավելի հարմարավետ, շատ ավելի լավ, դասախոսների համար նախատեսված, շատ ավելի լավ շենք է։ Պայմաններն էլ ասում են ավելի լավն է։ Ով որ մեզ ասում էր, ինքն էլ ասեց,
Ես էլ չեմ տեսել, ես էլ լսելով, ես էլ ձեզ ասում եմ, բայց դե ինչ-որ մեկի համար շատ ավելի լավն են, կարա հարաբերական լինի, այն ինչը որ ես եմ լավն պատկերացնում, ինչև է ասում են, որ խոհանոցը ավելի մեծ է լինելու ընդարձակ, ավելի պայմանները լավ, հիմա թե այդ պայմանները լավի մեջ կլինի գազ, կլինի վառարան, ինչ-որ մի բաներ կլինեն, թե չեն լինի, տեղյակ չեմ, չգիտեմ, դրա համար այդպես սպասում եմ, մինչև կտեղափոխվենք ու արդեն կտեսնեմ էլի ինչ կա, ինչ չկա, հիմա անիմաստ եմ գտնում ինչ-որ բաներ վերցնել, թեկուզ այդ այրոգրիլը վերցնել, կամ ինչ-որ մի բան վերցնել, հետո հիշեք, որ մենք այստեղ հավերժ չենք մնալու, այստեղից հետ ենք վերադառնալու, ամեն դեպքում անիմաստ ծախսերել չարժի անել ինձ թվում է, ծախսերն էլ պետք է ոնց որ մի քիչ խելացի լինի, խելամիտ լինի, որ հետ վերադառնալուց ափսոսը ամեն ինչ թափես, հետ գնաս կամ չգիտեմ, ինչև է, կտեսնենք իհարկե ինչպես կլինի, ոնց կլինի, բայց դե ամեն ինչ կյանքը ոնց որ ասում են ցույց կտա, մինչև չգնամ այդ տուն, չեմ կարող ասեմ, թե ինչ կլինի այդտեղ, ուսում Ալեքսիս մոտից չեմ ուշացել, ես արագ եմ քայլում, բայց դե չնայած իմ տեմպը երևի չի երևում, չէ ձեր մոտ, բայց ոտքերս բռնվեց այնքան արագ եմ քայլում։ Ասում էր առավոտյան ասում էր մամ ավտոս կբերես, որ դպրոցից գալու այդ ճանապարհին քշեմ, ուզում էր առավոտյան գնար, բայց ասեցի չէ, առավոտյան արդեն ոնց որ կուշանանք ավտոբուսից, ես այսպես դրա համար հետս վերցրել եմ, որ խաղալով գա տուն։ Ռալս եկավ, գնում ենք կոկոս գնելու։ Արմենակ այս կողմից, այս մարդը մեզ անգիր ճանաչում է, ժամերն էլ գիտի երբ ենք գալիս կոկոսի հետևից, չէ, հեն ապրես, դիր գրպանդ դիր, ստեղ տնես, I'm going to open up your bag. I put it in there, okay? Okay. Այդ որն է? Super good day? Yeah. Չէ, I don't think you can drive your car next to it. Ասմա, բագին նստենք, բագին գնա, ես էլ իմ ավտոն կշեմ։ Այդ բագի տակ կմտնի, ավտոյի տակ, ակերի տակ կընկնի, կկոտրվի մի վայրկյանում, էլ ավտո չես ունենա։ Mama, միացել դա ադոլենգա դքոնո։ Արի նստի, արի, այս մարդը եկավ, հլո, մեզ անգիր ճանաչում է, գնաս գուր, կամաց է գնում ժողովուրդ, սա բան չի ունենում, են ինչ է անունը, ամրագոտի չի ունենում սրանք, բայց ինքը կամաց է գնում։ Let's go another car. Հետո ինչ եք արել ուրիշ դպրոցում, հետաքրքիր, երգ սովորել եք նոր, չէ, իսկ բանաստեղծություն, իսկ նկարել եք, What? նկարել եք, հա, ինչ ես նկարել այսօր, լավ ես նկարում կյանքի դպրոցում, I do a little back, try to be a little bit born. Ազատ թեմայա, թե մադամա, թե միսյո, Acting. Acting. այսկրիմա, Eva pediobaji odan, ano odan. բոլորը վերջացել են իրանց նկարելը, դու չես վերջացել։ Now there are a lot more to do to the odan acting that went all the way to another team. Լավ, որ գնաս կշարունակես նկարել։ Արի ես թիմի, թե չէ թափում եմ սա վերես ես փոքոսը։ Can we go Thank you. Ասում ավտոս քշեմ մի քիչ, հետո նոր գնանք տուն։ Իմ մամի ջան, դե լավի սպասի սենց։ Իսկ տանը ինձ իմ կոտլետներն են սպասում, փանքեյքերը։ Կամ չգիտեմ ուրիշ ոնց ասեմ, ինչ անում տամ մեր դդմիկով ուտեստին։ Ինքանիա Цвета. Цветики так.
մուկ լինի, չէ։ Յա։ Տեսա։ Ուր ես, իր գնաց։ Պաստեն, սա իսկապես վայելել է հարկավոր, ասում են միակ բանը, որ ինձ այս պահին սրա հետ բացակայում է, դա թթվասերն է։ Հնդիկները սրա նման էլի պատրաստում են, ուղղակի սովորական ալյուրի փոխարեն օգտագործում են, ինչեր անում է, սիսերի ալյուր են փոխարինում, մի օր բան եմ անելու, պատրաստելու եմ, ու համեմունքները ուրիշ են ավելացնում, բնականաբար իրենց իրաց համեմունքները, սոխ են ավելացնում կանաչ եւ այլն, այս տարբերակը սովորական ավանդական տարբերակն է ու իրանք տապակում են շատ մեծ քանակությամբ յուղի մեջ, գիի մեջ են տապակում, ինչպես տեսակ ես ոչ յուղ եմ անում, ոչ կարակ եմ անում, ոչ ձեթ եմ անում, սենց շատ ավելի լավ է, բայց եթե կարակ ուզում ես, կարող ես տաք վիճակում մի փոքր կարակ դնել, հալեցնել կամ յուղ դնել էլի հալեցնել, մի խոսքով ընկերներ, ով ինչպես ուզում է, այնպես էլ կարող է վայելել։ 1, 2, 3, 4 եւ գուակամոլային եւս պատրաստ է եւ կարող ենք արդեն վայելել։ Այսպես անում ենք։ Փաթաթում։ Վերջ։